Իմ ուզածը, որ մենք այդ խեղճությունից դուրս գանք։ Այսօր ազգովի աշխարհով մեկ խեղճացած, պարտված երբեք չի եղել այս վիճակը։ Ամեն ինչ հնարավոր է։ Այսօր ոչ մի մարդ, ոչ մի կուսակցության մենակ չի կարանի։ Պետք է ազգովի համախմբվեն, ինչքան բանի մած, խելացած մարդիկա մեծամասնությունը երկրից գնացել են։ Պետք է բերենք, խնդրենք, հնարավորություն տանք, որ մարդիկ կարողանան կազմակերպել, աշխատել, ժողովրդի մատից փուշ անել, մարդկանց հնարավորություն տալ, բոլորն էլ ուզում են աշխատեն, ստեղծեն իրենց ընտանիքը բարեկեցիկ պահեն։ Մեն օրը մոտեցել են, ինձ ասում են, որ տաքսիստը եթե այսօր տաքսի է քշում, դե մեծամասնությունը կարող է դասախոսա, արվեստագետը կրթություն ունեցող մարդ է, բայց տունը չի կարող, բայ տաքսի է քշում, եղբայր, որ իր ընտանիքի հացապովի։ Սովորական մարդու համար 12 բալ է, բայց եղբայր, սովորական մարդը գնաց գործեկա, բայց տաքսիստը օրը 18 ժամ քշում է, որ կարողանա իր ընտանիքի հաց հասցնի։ Եթե դու սարքեցիր 12, մարդու պրավանել ձեռից առար, այդ մարդը ոնց է ապրելու։ Էլ ինչ ապրուց չունի, լավ ինչ անի։ Թողի գնա, բացի դա տարեկան 55,000 մարդ պրավի համար դատվացություն աստանում, երևի տեղյակել չեք, որ այդ հոդված, դատվացություն, որ դու հանցագործ ես։ Ախպեր ամոթը ով այդ օրենքը գրել։ Մարդը չի կարան տուվի գործի արտասահման կառույցներում։ Չի կարա վիզա ստանա։ Դա ինչ որ պրավի հարցը թող մնա, բայց մարդուն դատվացություն չի կարելի ենթարկել։ Շատ հարցեր կան, ժողովուրդ, որը պետք է վերանայվի, որ ասում է, ինչքան դու ճիշտ ես վերաբերել, այնքան քեզ Աստված ավելի շատ է տալիս։ Մարդիկ 50 տարեկան մարդիկ են կյանքում պետական պաշտոնի չի եղել, ոչ մի բան չի կազմակերպել, իմ այսօր եկել է նախարար աշխատում։ Այն մարդը 20 տարի վարչության պետ է եղել աշխատել, ասում է դիում գրի գնա, մերոնք եկել են, պետք է մոտեցում լինի։ Մարդը պետք է պատասխանատվություն ունենա, դուք էլ ճիշտ ընտրություն պետք է կատարեք, ժողովուրդ։ Դաժե ասել եմ, ես վարչապետ չեմ ուզում, հրաժարվում եմ, այլ պետք է լինի ապագայի վարչապետը, որ չասեն Ծառուկյան ընկելա փողոց, ասում է, որ ինքը դառնա վարչապետ։ Ես ուզում եմ իմ երկիրը լավ լինի, հզոր լինի, ժողովրդի դեմքին ժպիտ լինի, իմ երեխաների ապագան փայլուն լինի։ Իսկ դա հնարավոր է։ Ոնց որ ես չեմպիոնին չուղարկեմ մրցման, որողպորս տղին ուղարկեմ։ Ով կարա չեմպիոն դառնա, նրան պետք է ուղարկել։ Ով կարա ծանրությունը վերցնի, ծանրություն վերցողը պետք է փորձ ունենա, կյանքում աշխատած լինի, գնատուկ լինի, կապեր ունենա, ճանաչում ունենա, խոսք ունենա։ Հարցեր ունեք, տվեք պատասխան։ Արդեն իր գործով վարչապետա դուք Ես նորից եմ ասում, ես իմ ժողովրդի ցավը տանեմ։ Բարերարությամբ, ձեր նվիրվածությամբ այդքան արտասիներին, այդքան սպորտսմեններին։ Շնորհակալ եմ։ Քարքին մարդ ես, ես նորից եմ ասում, ցանկացած մարդ կարիք ունի գնահատականի վերաբերմունքի։ Ես տեսնում եմ ժողովրդի ջերմությունը, հավատքը, ոնց որ ավելի պարտավորված ես գնում, որ ավելի լավ բան անես։ Իրական կյանքում դա է մնում։ Փողի չափսը չի, կարևորը գործն է, լավ գործնությունն է, որ մարդիկ հիանան, մարդիկ գոլ լինեն, ասա հալալ այդ մարդուն, որ ասեց արեց։ Կտակ ձայնել գոհեմ, չտակ էլ էլի։ Ես ձեր Ծառուկյանն եմ, քննի։ Միշտ հարգել սիրել ենք ու սիրել ենք։ Ես ձեր ցավը տանեմ։